Միացյալ Նահանգները բոլորին ճնշումներ են գործադրում Իրանի եւ Ռուսաստանի հետ առևտուր չանելու համար, ի դեպ նույնիսկ հիմա բաները կոնգրեսական Միացյալ Նահանգների, ընդ որում երկպալատանի նախաձեռնություն են մշակել, որով սանկցիաները կիրառում 500% տարիֆներ կիրառվելու են բոլոր երկրների հանդեպ, ովքեր ուրեմն Ռուսաստանից նավթի առևտուր կանեն։ Իդեպ Իրանից էլ նաև նույն տրամաբանությամբ Իրանի վրա էլ կարող են այդպիսի սանկցիաներ կիրառել, դուք գիտեք միջուկային գործարքի շուրջ բանակցություններին զուգահեռ այդպիսի բան մտցրեցին, ինչը Իրանի դժգոհություն առաջացրեց, որ դուք անկեղծ չեք, եթե մեր հետ գալիս եք բանակցում եք, զուգահեռ sense բաներ եք ընդունում։ Բայց ամենայն դեպս այդ ամեն ինչը նշանակում է, որ եթե բոլորի վրա աչք են ոչ մեկի վրա աչք չեն փակում, միայն Հայաստանի վրա են աչք փակում, իսկ գազի սպառումն էլ Իրանից, մենք ճիշտ է անմիջականորեն չենք սպառում իրանական գազը, եւ հիմա էլ որ թուրքմենական գազը գա, նույնիսկ իրանական գազի տեսքով, էլի դա չի համարվելու իրանական գազ, որը մենք սպառելու ենք։ Իսկ այն 2.5 միլիարդ խորանարդ մետրը, որը Իրանից գալիս է Հայաստան, մենք դա որպես գազ չենք սպառում, ինքը վերամշակվում է, ըստեյության էներգիայի է վերածվում Երևանի փշեկում, եւ այդտեղից մենք ստանում ենք ընդամենը 15-25% ուրեմն մնում է մեզ այդ էլեկտրաէներգիայի, արդեն մնացած էլեկտրաէներգիան հետ է գնում Իրան։ Բայց ամեն դեպքում ես կարծում եմ, որ նույնիսկ եթե հարց առաջանա ինչ-որ ծավալների նավթ գնելու Իրանից, կարող ենք ձևը գտնել, որ դա էլ սվոտ ինչ-որ ձևաչափ անունը դնենք կամ ինչ անենք եւ դրա վրա աչք կփակենք, որտեվ էլի եմ ասում, ոնց որ այն ժամանակ, երբ որ մենք գազը ըստ էության սկսեցինք գնել Իրանից, աչք փակեց Միացյալ Նահանգները, այնպես է հիմա աչք փակի, որտեվ իրենք հասկանում են, որ դա Ռուսաստանից մեր անկախանալու միակ տարբերակն է, այլընտրանք։ Բայց էլ եմ ասում, նույնիսկ եթե դա չեղավ եւ աչք չփակեցին, ասացին չէ Իրանից նավթի չգնեք, մենք կգնենք Ռումինիայից, Սերբսովով այլ տեղերից, մի քիչ ավելի թանկ կնստի, բայց դա արժի այն տնտեսական գինը, որ մենք ստանալու ենք Եվրոպայի միության հետ, Արևմուտքի հետ հարաբերությունների խորացման շնորհիվ։ Եվ այստեղ իհարկե նաեւ էներգետիկայի մասին մի երկու բառ կուզենամ խոսել, որտեղ այստեղ սեպարով նախանշած շատ լուրջ քայլեր կան, որոնք որ ցավոք սրտի դեռ չեն իրականացվում Հայաստանի կողմից։ Մի կողմից մի քանի կարևոր դրվագներ կա, որ արվել են։ Օրինակ, էներգետիկայում ազատականացվել է շուկան, հա, էլեկտրական էներգիայի, լոգիստիկայի, բաշխման շուկան ազատականացվել է։ Դու որպես քաղաքացի կարող ես գնել ցանկացած մեկից էլեկտրական էներգիա, չկա ինչ-որ մենաշնոր, որից ստիպված ես ինքը գներ ասի, նույնիսկ եթե հակամենաշնորհային կոմիտեն որոշի թե ինչ գնով պիտի վաճառի, բայց ամեն դեպքում այդ մեկից պիտի ստիպված գնես։ Հիմա ումից ուզում ես գնի։ Որ ավելի էժան է, որ ավելի մոտիկ է, որ ավելի հարմար պայմաններով է տալիս, նրանց է գնի։ Դա նաև ՍԵՊԱ-ի պայմաններից մեկն է եղել եւ դա անմիջապես իշխանության գալուց հետո գործող իշխանությունը դա արեց։ Շատ կարևոր է արևային էներգետիկայի, այսպես զարգացումը։ Գիտեք, արևային այդ բաների, սալիկների, հա, ուրեմն ներդրումը տնային տնտեսությունների կողմից, տարբեր ձեռնարկությունների կողմից, որը որ էապես մեծացնում է վերականգնող էներգետիկայի մեր մասնաբաժինը եւ դրանով էլ նվազեցնում կախվածությունը դրսից եկող ուրեմն էներգակիրներից։ Էլ չեմ խոսում նրա մասին, որ գնալով դա էժանանում է, որովհետեւ տեխնոլոգիաները զարգանում են։ Մեկ, երկրորդը կառավարությունը սուբսիդավորում է տոկոսները։ Այսինքն եթե դու վարկ ես վերցնում, որպեսզի արևային ուրեմն այդ պանելներից գնես, համապատասխանաբար պետությունը սուբսիդավորում է այդ վարկի տոկոսները, որպեսզի քո վրա ծանր բեռ չնստի, այսինքն խրախուսում է, որ դու այդ ալտերնատիվ էներգետիկան զարգացնես, սովորական քաղաքացին նկատի ունեմ, հա։ Մյուս կողմից մի քանի լուրջ խնդիրներ կա, որ մինչև հիմա չի հաջողվել իշխանություններին լուծել, որի համար նույնիսկ Եվրամիությունը փող է տրամադրել։ Օրինակ, փոխանցիչ կայանը Հայաստան-Վրաստան ուրեմն ցանցերը միացնող, որի շնորհիվ մենք հնարավորություն ենք ստանալու նաև այդ Կասպից ծովից Սև ծով գնացող մալուխին միանալու, որի համաձայնությունը իդեպ եվրոպացիները տվել են եւ անհասկանալի է, թե ինչն է խնդիրը, որ Հայաստանը մինչև հիմա ակտիվ չի մասնակցում այդ բանակցություններին նաև։ Չնայած այստեղ խնդիր կա, մենք անցած տարի փաստորեն առաջին անգամ դարձել ենք էլեկտրաէներգիա ներկրող
Մենք միշտ արտահանել ենք, իսկ անցած տարի արդեն Վրաստանից ենք ներկրել։ Այսինքն չի բավականացնում մեր արտադրած էներգիան, դա իհարկե կապված է նաև տնտեսության զարգացման հետ, տնտեսությունը ինչքան զարգանում է, էլեկտրաէներգիայի սպառումը մեծանում է, բայց արտադրությունը չի մեծացել մեր էլեկտրաէներգիայի այնքան, որ մենք հավասարակշռենք եւ արևային էներգետիկան չի հասցնում դրա հետևից եւ ամենակարևոր ուրեմն մեծ մեգա պրոյեկտը, որը որ արաբական էմիրություններից պետք է ֆինանսավորեին, հա, գիտեք, Թալինի մոտակայքում 200 մեգավատ հզորությամբ արևային կայան պետք է կառուցվեր, ուրեմն մինչև հիմա չի արվում, գիտեք, այդ ANIF հիմնադրամի հայտնի այդ պատմություններից հետո այսպես սառեցված վիճակում է, որը շատ մեծ կարևոր ներդրում էր լինելու, ընդհանրապես ներդրումների հարցով այնպեսի մոտ տպավորություն կա, որ ինչ որ հատուկ մարդիկ Հայաստանի իշխանությունների ներսում ներդրված գործում են Հայաստանում որևէ ներդրում, որպեսզի չլինի, բոլոր ներդրումները խափանում են, հա, խոշոր ներդրումները հատկապես։ Գիտեք, ես նույնիսկ կհամարեի, որ օրինակ եթե Ալիևը հեռատես քաղաքականություն է վարում, ինքը նույնիսկ պատրաստ կլիներ 100 միլիոնավոր դոլարներ տրամադրել այդ գործողությունների համար, ում որ պետքա կաշառել այստեղ, ում որ պետքա ինչ-որ բաներ համոզել, ընդ որում պարտադիր չի կաշառի հենց ինչ դեմքով, հա, որ իմանան, որ իրենք ծախվել են Ադրբեջանին, չէ, Ռուսաստանի միջոցով կարող էր դա անել, եւ հիմա ես ձեզ շղթանցուց կտամ ոնց է արվում դա։ Եվ մենք գումարային միլիարդից ավել դոլարի ներդրումներից ենք այդպես զրկվել այս տարիների ընթացքում, ընդհանրապես մի քանի տարվա մասն եմ ասում։ Մեկը դա, որ այդպես է սառեցված է, դա այն ժամանակ, որ նույն արաբական էմիրությունները Ադրբեջանում արդեն կառուցում են հսկայական վերականգնողական արևային էներգետիկային զարգացնում։ Մյուս ներդրումը, որը որ շատ մեծ շարժեր մտցնելու մեր տնտեսության մեջ, դա Արագետ ծրագիրն էր, լեռնադահուկային համալիր պետք է կառուցվեր Արաքածի լանջերին։ Ու շատ հետաքրքիր պատմություն է, սա քնչական մարմինների հետաքննության եւ հակահետախուզության գործողության նաեւ ուրեմն առարկա պետք է լինի։ Ուրեմն առաջարկ է լինում երկու ֆրանսիական խոշորագույն բիզնեսի, այդ լեռնադահուկային եւ ռեկրեացիոն բիզնեսի ներկայացուցիչների կողմից մեծ 350 միլիոն եվրոյի ներդրում անել այդտեղ, ընդ որում իրենք ուսումնասիրում են լանդշաֆտը եւ ամբողջ Արագածի այդ փեշերին ընդհանրապես մի տեղ են գտնում, որտեղ որ մաքսիմալ հարմարավետ է այդպիսի լեռնադահուկային կուրորտ պատրաստելու համար։ Եվ ծրագիր են ներկայացնում կառավարությանը դեռ այն ժամանակ Քերոպյանն էր, հա, ոչ բարով նախարար։ Ուրեմն սա վերցնում է այդ ծրագիրը եւ հանկարծ ընդամենը կարժա մի քանի ամիս հետո այդ ծրագրի նույն ծրագիրը նույն տարածքի վրա էլի լեռնադահուկային բանի մասով հայտնվում է էլի իր սեղանին մի ռուս ազգանունով հայ, հա, բիզնեսմենի, շատ մութ գործարքների մեջ մշտապես գտնված, ոմն Ռուբեն Գրիգորյանի կողմից։ Ու այստեղ նայում են, ասում են, չէ, բայց այս մի պրոյեկտը ավելի լավն է, մրցույթ են անցկացնում եւ հաղթող են ճանաչում այս Ռուբեն Գրիգորյանի պրոյեկտը։ 3 տարի առաջ, մինչեւ հիմա մի բան արված չի այնտեղ, մի լումա ներդրված չի։ Այդ Ռուբեն ուրեմն Գրիգորյանի կողմից, որի բալանսը հետո ուսումնասիրում են, տեսնում են, որ ֆիրմայի բալանսի վրա պարտքեր են մենակ։ Ոչ մի գումար չկա, պարտքեր են, այդ պարտքերով եկել է, հաղթել է 350 միլիոն ներդրման դիմաց 190 ինքը առաջարկել 190 միլիոնանոց ծրագիր։ Հետո պարզվում է, որ այս պարոն Քերոպյանի տեղակալ Նարեկ Տերյանը աշխատում է այս Ռուբեն Գրիգորյանի ֆիրմայում։ Պատկերացնում եք։ Հանցագործները էլ ոնց են լինում, հակահայկական, որ այդ հսկայական ներդրումը այդտենց փոզմիշ արեցին։ Հիմա այս Ռուբեն Գրիգորյանը ընկած գյուղացիներից խլում է, փորձում է բառացիորեն խլի կոպեկներով, այն որ Կուրշավելը ֆրանսիական պետք է գար նորմալ գումարներ վճարել այդ մարդկանց իրենց հողերը վերցնելու համար, որ բան կառուցի, 300 դրամերով ուզում է խլի քառակուսի մետրը 300 դրամով պատկերացնում եք մարդկանց տարածքները։ Պետական կարիքների ուրեմն տակ օտարելով։ Ու մենք արդյունքում զրկվում ենք Հայաստանում լեռնադահուկային
մրցաշարերը անցկացնելու հնարավորությունից եւ մի քանի օր առաջ իմանում ենք, որ միջազգային լեռնադահուկային ֆեդերացիան Ադրբեջանի հետ է կնքել համապատասխան պայմանագիր, որ ռազմավարական գործընկեր է ճանաչել Ադրբեջանին երկու անգամ, երկու սեզոն 26-27, 29-30 սեզոններին Ադրբեջանում շատ ավելի համեստ մի հատ ինչ-որ լեռնադահուկային բան ունեն իրենք, այնտեղ դա անցկացնելու համար բնականաբար հեսա այնտեղ ներդրումներ կանեն, այդ համեստն էլ կզարգացնեն, ինչ որ պետքա կանեն։ Այ ասենց են աշխատում, ոնց ոչնչացնել Հայաստանի տնտեսությունը։ Մի անգամ պատերազմի ժամանակ փորձեցին անել, չստացվեց բարեբախտաբար, մենք հաղթահարեցինք տնտեսական ճգնաժամը եւ սկսեցինք էլի զարգացումը ապրել։ Հիշում եք 19 թվականին մեր համախառն ներքին արդյունքը շեշտակի աճ արձանագրեց, միանգամից խփեցին մեզ կտրուկ ընկավ 20 թվականից հետո, բայց հետո էլի 21-22 թվականին արդեն էլի սկսեց աճել 22, 23, 24, տեսնում են էլի աճում է, էլի պետքա մեր գլխին մի բանով sense խփեն, որ տնտեսությունը կարևոր չզարգանա, որտեղ ինքնիշխանության հիմքը նաև տնտեսությունն է, տնտեսական ինքնուրույնությունը։ Եվ ունենալ այնպիսի չինովնիկներ, որոնք որ ահա այսպիսի բաներ ապահովեն, որ մենք չզարգանանք։ Այդ 350 միլիոնը մինիմումն եմ ասում, որտեղ այնտեղ նաև քաղաքաշինական պրոյեկտներ կար կառուցապատման, որ մինչև 1 միլիարդ եվրոյի կարող էր հասնել։ Ակադեմիական քաղաքից ոչ հեռու էր լինելու դա։ Եվ դա հենց սիներգիկ էֆեկտ է տալու, նաև ակադեմիական քաղաքն էլ, որ այնտեղ քնած մնացել է այդ պրոյեկտը, ոչ մի բան առայժմ չի արվում, բայց եթե այդ զարգանում էր զուգահեռ կողքը լեռնադահուկային այդ ամբողջ համալիրը եւ այլն, միջազգային մրցույթներ էր այդտեղ անցկացվում, այս 3 տարում պատկերացնում եք ինչեր արդեն կառուցած կլինեին ֆրանսիական այդ ընկերությունները։